Հոկտեմբերի 24-ին Հրազդան համայնքում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում թեմայով։ Մասնակցել են ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության եւ ոստիկանության, շտապօգնության, մարզային եւ համայնքային ծառայությունների ու համապատասխան կազմակերպությունների աշխատակիցներ։ Ուսումնավարժանքի ընթացքում խաղարկվել է 6-ից 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի սցենար, ինչին նախորդել է ըստ գործունեության ոլորտների մասնակիցների կողմից իրականացվելիք միջոցառումների քննարկում։ Գործնական հատվածում իրականացվել են պայմանական տուժածների տարհանման, փլատակներից դուրսբերման, հրդեհաշիջման, փրկարարական հատուկ միջոցների կիրառմամբ շինությունների տարբեր հարկերից մարդկանց իջեցնելու, առաջին բուժօգնության եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ։ Ուսումնավարժության նպատակը ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումներ ընդունելիս մասնակիցների ունակությունները ստուգելն ու որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ գործնական հմտությունները կատարելագործելը, ինչպես նաեւ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, համապատասխան ծառայությունների եւ կազմակերպությունների հետ համագործակցությունը զարգացնելն ու ամրապնդելն էր։ Ուսումնավարժությունը հերթական անգամ փաստեց, որ համակարգված գործողությունները, պատրաստված անձնակազմը եւ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն են տալիս հաջողությամբ կառավարել ամենաբարդ ճգնաժամերը եւ ապահովել բնակչության անվտանգությունն ու պաշտպանվածությունը։